Այսօր պատրաստելու ենք հավի սրտով դժբժիկ։ Այս տարբերակով անչափ համեղ եւ լավ է ստացվում։ Սիրտը շատ փափուկ է լինում եւ հեշտ է ուտելը։ Դե ինչ, եկեք ժամանակ չկորցնենք եւ անցնենք պատրաստման գործընթացին։ Հավի սրտի վրայից պետք է հեռացնենք ավելորդ մասերը, մեջտեղից այսպես ճեղք ենք բացում եւ հեռացնում ենք կուտակված այրունը, որից հետո պետք է լավ լվանանք։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ եւ տարբերվող բաղադրատոմսերը։ Դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի եւ կարեւոր է։ Այն օգնում է ալիքի զարգացմանը եւ տարածմանը։ Գազօջախի վրա կաթսայով ջուր ենք դնում եւ արդեն իսկ լվացած հավի սիրտը լցնում ենք մեջը։ Եփում ենք այնքան, մինչև պատրաստ լինելը։ Ընթացքում հավաքում ենք վրայի փրփուրը։ Երբ արդեն սիրտը եփված է, ավելացնում եմ նաեւ 1 ճաշիկ թալախ, այսպես ավելի լավ է համեմվում։ Կարող եք նաեւ ավելացնել տապակելու ժամանակ։ Մեզ պետք է նաև 1 մեծ սող կտրատում ենք կիսալուսնաձև կամ ինչպես կցանկանաք։ Ես նաև 1-ից 2 ատամիկ սխտոր եմ ավելացնում։ Մանր կտրատում ենք կամ ճզմում ենք։ Տապակի մեջ մի փոքր բուսայուղ ենք լցնում եւ տապակում ենք սոխը։ Եվ դառնում է արդեն մի թեթև ոսկեգույն, ավելացնում ենք սխտորը։ Սխտորը ավելացնելուց հետո տապակում ենք մի քանի վայրկյան, որից հետո արդեն ավելացնում ենք հավի սիրտը։ Երկուսից 3 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք համեմունքները։ Համեմեք ըստ ցանկության, ես համեմել եմ կարմիր սև պղպեղներով եւ հալեպի պղպեղով։ Շատ եք հարցնում հալեպի պղպեղի մասին։ Այն ավելի խոշոր աղացած կարմիր պղպեղն է եւ ունի ավելի արտահայտված համ։ Ավելացնում ենք նաեւ 1 ճաշիկ թալ տոմատի մածուկ, ես նաեւ ավելացրել եմ 1 ճաշիկ թալ աջիկա։ Կարող եք ավելացնել նաև պղպեղի մածուկ կամ լեչո, արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Ավելացնում ենք նաև մոտ կես բաժակի չափով ջուր, խառնում ենք եւ թողնում ենք բոլորը միասին տապակվեն։ Այսպես համերն ավելի լավ է միախառնվում։ Ես ավելացնում եմ նաև 1 ճաշիկ թալ թթվասեր։ Սա պարտադիր չէ, կարող եք չավելացնել, պարզապես այսպես շատ համեղ է ստացվում։ Վերջում ավելացնում ենք նաև կանաչիները, ինձ մոտ համեմ եւ մաղադանուս է, խառնում ենք եւ արդեն կարող ենք վերցնել կրակի վրայից։ Ահա եւ մեր համեղ գեղեցիկ ու ախորժելի ուտեստը պատրաստ է։ Ես մատուցելու եմ այն տապակած կարտոֆիլի հետ։ Դե ինչ, այսօր էլ այսքանն է պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք այս տարբերակը։ Դուք էլ պատրաստեք եւ կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանության բաժնում։ Առայժմ կհանդիպենք։